Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք շատ կարևոր հարց ենք ամփոփելու եւ այն հարցն է, որը ես համոզված եմ, որ բոլորին կհետաքրքրի եւ սա իրականում մեծ վերլուծություն է այն թեմայով, թե ինչու մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, Ղարաբաղի երկրորդ պատերազմում։ Եվ այս թեմայի շուրջ վերլուծություն պատրաստելու ցանկությունը իմ մոտ առաջնացավ նրանից հետո, երբ երեկ գիտեք, Պաշտպանության նախարարությունը նաև տարածել է տեսահոլովակ, կադրեր այն հանդիպումից Հնդկաստանի գլխավոր շտաբի պետի հետ, որտեղ որ ցուցադրել են ինչպես հնդկական զենքը Հայաստանում, այդպես էլ հայկական արտադրության զենքը, շատ բարձր մակարդակի, ես հորդորում եմ ձեզ անպայման դիտեք, իմ Facebook-յան էջի վրա էլ կարող եք դիտել, անցնելով դրանից հետո ես տեղադրեցի իմ էջում նաև այն հին ժամանակներում հայկական բանակի իրավիճակը, կանսերվաները ճակերտներում, այդ հայտնի մեր սահմանին եւ ուղղակի հորդորեցի եւ հորդորում եմ բոլորին չմոռանալ այդ իրականությունը եւ համեմատել այսօրվա իրավիճակը այդ իրավիճակին եւ գնահատական եմ տվել, որ այդ մարդիկ համարձակվում են այսօրվա իշխանություններին ամեն ձևով անվանել, ինչ կարող են, նույնիսկ էթնիկ բաղադրիչը կասկածի տակ դնել կամ ճակերտներում դավաճան կոչել, բայց մենք բանակի իրավիճակով եւ պետության իրավիճակով պետք է դուրս գանք եւ գնահատականներ տանք, այլ ոչ թե էմոցիոնալ իրավիճակով։ Եվ մարդկանց մի մասը այդտեղ հասկանալի է ընդդիմադիր հայացքների գրում են, որ իսկ մենք այդ ժամանակ ունեինք Ղարաբաղը, այդ ժամանակ մենք հաղթած էինք եւ այլն, իսկ հիմա այդ նոր սարքերի, նույնիսկ տեսել եմ կանսերվաների ժամանակ քարտեզ են տարածքում, որ Ղարաբաղը մերն էր, իսկ հիմա իբրև մենք ունենք այսպիսի ԱԹՍ-ներ եւ այլն, բայց Ղարաբաղը մերը չի։ Եվ այդ հարցին պատասխանելու համար պետք է շատ կարևոր փաստերով մեծ վերլուծություն պատրաստել եւ ես որոշել եմ դա այսօր անել, կիրակի օր է եւ կարծում եմ շատերի համար ժամանակ կլինի նրա, որ ամբողջությամբ դիտի եւ փորձի հասկանալ իրոք պատճառները, որովհետեւ սա ամեն հային է վերաբերվում եւ համարում եմ, որ սրանով մենք կարող ենք այս թեման վերջնական փակել, թե ինչու մենք պարտվեցինք եւ ես քարտեզի վրա չեմ վերահսկել, ուրեմն քննելու եւ վերլուծելու այս ուրեմն հարցը, թե կոնկրետ մարտավարական այդտեղ ինչ քայլեր են արել, դա առանձին հարց է, դա ավելի զինվորականների հարցն է, բայց իմ ինչպես քաղաքական պետական կառավարման մասնագետի, միջազգային հարաբերությունների մասնագետի քաղաքական առումով գործունեության բաղադրիչով եւ այո, պետական կառավարումը դա իմ ոլորտն է, սա հենց պետական կառավարման մասին է այս պարտությունը, այլ ոչ թե զուտ պաշտպանության նախարարության եւ զինվորների ուղղության, այսինքն զորքի միայն կամ բանակի։ Արեք անցնենք այդ հարցին եւ սկսենք հենց առաջի Ղարաբաղի պատերազմի ավարտից, որովհետև այդ պահից է սկսվում նոր փուլ եւ պատերազմը ավարտելով մենք ռազմական հաղթանակ տարանք այդտեղ, բայց դրանից հետո այդ ռազմական հաղթանակը չի ամրապնդվել քաղաքական հաղթանակով, այսինքն Ղարաբաղը մերը չդառավ ոչ մի կարգավիճակով, ոչ անկախություն ճանաչեցինք, ոչ Հայաստանի Հանրապետության տարածք հռչակեցինք, ոչ էլ Ադրբեջանը ճանաչեց Ղարաբաղի ինչ-ինչ կարգավիճակը, ուստի հակամարտությունը մնաց իրականում, այսինքն հաղթանակը միայն ռազմական էր մարտի դաշտում։ Եվ 94 թվականին այո մենք հաղթած էինք։ Այո, նույնիսկ ամենաբարդ իրավիճակում բանակում մեր բանակը ավելի հզոր էր այդ պահին Ադրբեջանից շատ-շատ պատճառներով, այդ թվում մարտական ոգու պատճառով եւ ես չեմ խորանա հիմա այդ հարցերի մեջ, որովհետեւ դա մեզ այսօր չի հետաքրքրում։ Այսօր մեզ հետաքրքրում է բա հետո ինչ տեղի ունեցավ եւ արեք համեմատենք խոսքին արդեն փաստերով իրավիճակը։ 99 թվականին եւ կարծեմ ասեմ, որ 99 թվականից հոկտեմբերի 27-ից հետո եմ ես իրականում մեծ մասամբ դիտարկում ինչպես է փոխվել դինամիկան, որովհետեւ մինչեւ հոկտեմբերի 27 կար Վազգեն Սարգսյան եւ հոկտեմբերի 27 եւ Կարեն Դեմիրճյան եւ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում իշխանությունը զավթվեց։ Ում կողմից հայ հանրությունը ինձանից լավ գիտի։ Կամ մենք
միասին շատ լավ գիտենք, այսպես կարելի ասել։ Եվ մենք հասկանում ենք ոնց զավթեցին եւ ոչնչացրեցին հայկական պետությունը, բայց դա իմ գնահատականներն է, իրանք այդ կարծիքի չեն իհարկե, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը, հակառակը համարում են, որ դա ամենալավ տարիներն էր մեր համար, բայց արեք առաջինը, որ ամենալավ տարիները լիներ ժողովուրդը հեղափոխությունին չէր դիմի, բայց էդ էլ կողքի դնենք, մենք այսօր փաստերով կխոսենք դրա մասին։ 99 թվականին, այսինքն դեռ Վազգեն Սարգսյանի կողմից ղեկավարված պետությունում փաստացի 147 միլիոն դոլար էր մեր ռազմական ծախսերը տարեկան, իսկ Ադրբեջանինը 185։ Այսինքն դուք տեսնում եք, որ 30 միլիոն տարբերություն կար գումարում եւ որևէ լուրջ տարբերություն այստեղ չի զգացվում, 30%-անոց էլ չկար մոտավորապես այս տարբերությունը Ադրբեջանի։ Դրանից հետո, հարգելի հայրենակիցներ, արդեն 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանն է նախագահ, Հայաստանի բյուջեն ռազմական 143 միլիոն դոլար է, այսինքն 147-ից նվազել է 4 տարվա մեջ եւ դարել է 143, բա գնաճը Ադրբեջանի բյուջեն 185-ից աճել էր մինչև 240, այսինքն Ադրբեջանը կարողացել էր 55 միլիոն դոլար ավելացնել իր ռազմական բյուջեին, մինչև մենք նվազեցրեցինք ռազմական բյուջեն 4 միլիոն դոլարով։ Իհարկե Հայաստանը 2003 թվականին պահպանել էր մարտունակ բանակ, որը նույնիսկ համարվում էր այդ ժամանակ տարածաշրջանում ամենահզորը, նկատի ունեմ հարևան Ադրբեջանի եւ հարևան Վրաստանի հետ համեմատ, բայց իրավիճակը սկսում է կտրուկ փոխվել։ 2006 թվականին արդեն սկսում է գործել Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթատարը եւ Ադրբեջանը դրանից հետո կտրուկ ավելացնում է իր ռազմական ծախսերը։ Ուշադրություն, 2006 թվական։ 2005 թվականին Ադրբեջանի բյուջեն արդեն կազմում է 423 միլիոն դոլար եւ տեսնում եք ինչ տարբերություն է։ Հայկական ռազմական բյուջեն 222 միլիոն դոլար, այսինքն 2005-ի համար մենք կարողացել ենք աճեցնել մեր ռազմական բյուջեն Վազգեն Սարգսյանի ժամանակվա 147-ից մինչև 222 միլիոն, իսկ Ադրբեջանը 185-ից մինչև 423 միլիոն։ Եվ էլ ավելի մեծ տարբերություն կա։ 2006 թվականին Ադրբեջանը իր ռազմական բյուջեն 423 միլիոնից աճեցնում է 868 միլիոն դոլար։ Հարգելի հայրենակիցներ, մեկ տարվա մեջ 2006 թվականին Ադրբեջանը կրկնապատկում է իր ռազմական բյուջեն։ Ինչ է անում Հայաստանը, ավելացնում է միայն 40 միլիոն դոլարով, 222 միլիոն դոլարից մինչև 263 միլիոն դոլար։ Բացի եւ արդեն տարբերությունը հսկայականն է, 868 միլիոն դոլար Ադրբեջանը ունի ռազմական բյուջեն, 263 միլիոն դոլար Հայաստանը, 2006 թվական։ Դրանից հետո նավթային ոլորտը Ադրբեջանում կտրուկ շարունակում է զարգանալ եւ 2011 թվականի համար Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում է 2 միլիարդ դոլարի։ Մեր ռազմական բյուջեն ընդհանրապես մնում է 357 միլիոն դոլարի կարգավիճակով, այսինքն 357 միլիոն եւ 2 միլիարդ։ Եվ այդտեղ մենք պետք է հասկանանք, որ կա որևէ հստակ շեմ, այսինքն X քանակի գումար, որը պետք է զորքերը ուղղակի խնայելու եւ պահելու համար։ Այսինքն դրանից վերև ծախսերն են արդեն նոր զենք գնելու համար, հասկանում եք։ Խոսքին 200-300 միլիոնը կարող է լինի զուտ զորքեր, որ դու ունենաս։ Այսինքն Հայաստանի այդ հնարավորությունը, որ ինքը գնի նոր զենք, փաստացի չկա։ Իսկ Ադրբեջանը կրկնապատկել է քանի անգամ իր ռազմական բյուջեն։ 2011-15 թվականներում ամեն տարի ադրբեջանական պաշտպանության նախարարության բյուջեն 3 միլիարդ դոլարի է հասնում։ Եվ մեր
բյուջեն այդ ժամանակ 450 միլիոն դոլար է։ Ադրբեջանցիք այդ ժամանակահատվածում 11-15 թվականներ, միջև ապրիլյան պատերազմ, Ադրբեջանը շատ անգամ ասում է մեր ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ընդհանրապես բյուջեն, ամբողջական բյուջեն։ Մենք դա շատ լավ ձեր հետ միասին հիշում ենք։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, շատ կարևոր է ասել, որ 95 թվականից մինչև 2020 թվական Ադրբեջանը պաշտպանության ոլորտում ծախսել է 33 միլիարդ դոլար, 5 անգամ ավելի շատ, քան Հայաստանը այդ նույն ժամանակահատվածում 7.5 միլիարդ դոլար մոտավորապես։ 5 անգամ ավելի մեծ գումար է ծախսել Ադրբեջանը եւ կայուն առումով, եթե մենք համեմատենք ամեն տարին, ապա ստացվում է ամեն տարի Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ է գումար նախատեսել ռազմական իր ոլորտում, քան մենք։ Ամեն տարի պատերազմից հետո, եթե միջինն ենք վերցնում, ամեն տարի Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ է ներդրում արել ռազմական ուղղություններով։ Ուրեմն պետք է այստեղ ասել, որ նաև ռազմական բյուջեն մեծ առումով ուրեմն գաղտնիքներ ունի, որովհետև սա ընդհանուր առումով այսպիսի գնահատական է, որը տրվում է նաև անկախ ԶԼՄ-ների եւ անկախ տվյալներից, Ադրբեջանը փորձել է գաղտնի պահել իր բյուջեն, բայց շատ անգամ Իլհամ Ալիևը, այդ թվում 2015 թվականին, ուշադրություն, 15 թվականին, միջև ապրիլյան պատերազմ, 3 տարի ավելի շուտ միջև ուրեմն հեղափոխություն, Ադրբեջանը հայտարարում է Իլհամ Ալիևը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելի շատ են, քան Հայաստանի բյուջեն։ Եվ հիմա մենք արդեն շարունակում ենք ձեր հետ միասին հասկանալ, թե իրավիճակը ինչպես է զարգանում դրանից հետո։ 2014 թվականին նավթի գները կտրուկ նվազեցին եւ Ադրբեջանի տնտեսությունը սկսեց նաև նվազել։ 2016 թվականին ռազմական բյուջեն Ադրբեջանի նվազեց 2 միլիարդից մինչև 1.5 միլիարդ։ Այսինքն կարելի է ասել, որ Ադրբեջանը 2016 թվականի գնումները ավելի այդ մեծ գնելու գործընթացը ուրեմն նվազեցրեց, որովհետև դուք պետք է եւս մեկ անգամ հասկանաք բյուջեի բաղադրիչը։ Դա գլխավոր հատվածն է բյուջեի եւ ավելացնող հատվածը։ Գլխավոր հատվածը գնում է ծախսերի, որոնք քեզ պետք են այսօր, իսկ ավելացնող հատվածը այդ ուղղությամբ, ինչը ավելի շատ է, դա վերաբերվում է արդեն հնարավորություններին գնել նոր սպառազինություն եւ զենք։ Հայաստանը 444 միլիոն դոլար ուներ այդ ժամանակ 2016 թվականին։ Եվ մի փոքր նվազեց տարբերությունը, եթե 2014-ին 5 անգամ ավելի շատ էր Ադրբեջանի բյուջեն, ապա 2016-ին 3.5 անգամ էր ադրբեջանական բյուջեն մեզանից շատ։ Եվ հետո մենք տեսնում ենք նաև կարևոր փոփոխություններ։ Եվ այստեղ պետք է արդեն քննարկել այն, որ Հայաստանի ինչպիսի փոփոխություններ տեղի ունեցան կոնկրետ հեղափոխությունից հետո Հայաստանում իրավիճակում։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, որ Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո միանգամից սկսեց ակտիվ աճեցնել ռազմական բյուջեն։ Հիմա խոսենք դրա մասին ավելի մանրամասն, բայց բյուջեն ուրեմն 2018 թվականի 80 միլիոն դոլարով ավելացավ։ Եվ եթե համեմատենք ուրեմն միջև այդ եղած բյուջեին, ապա Հայաստանի բյուջեն 600 միլիոն դարավ եւ դա շատ լուրջ առաջընթաց էր արդեն 18 թվականին։ Տեսեք, Հայաստանի բյուջեն 2020 թվականի համար 17%-ով էր ավելացել եւ ընդհանուր առումով 2020 թվականին մենք որ տեսնենք Ադրբեջանի բյուջեն 2 միլիարդ 200 միլիոն դոլար էր, իսկ հայկական բյուջեն 634 միլիոն դոլար։ Եվ չնայած նրա, որ Ադրբեջանը այդ ժամանակահատվածում ակտիվ նաև զինվում էր, Հայաստանն էլ լուրջ սկսեց աճեցնել իր բյուջեն։
Եվ հիմա կխոսենք ավելի մանրամասն դրա մասին, բայց այստեղ առաջանում է հարց։ Մենք ձեր հետ միասին հասկացանք ամբողջ ժամանակահատվածը այդ ուղղությամբ, ուրեմն եւ պարզ է մեր համար ձեր հետ միասին ամբողջ այդ շղթան, կարելի է ասել, հոկտեմբերի 27-ից մինչև հեղափոխություն Հայաստանում։ Հեղափոխության ժամանակահատվածում պետք է ուղիղ ասել, որ բաց է մնում հարցը 2 տարվա ընթացքում, 2.5, 2018-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերը հնարավոր էր թե արդյոք կտրուկ փոխել Հայաստանի պաշտպանության հնարավորությունները։ Պետք է առաջերտին ասել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո արդեն 2019 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը աճում են 23%-ով, ինչը ամենամեծ տոկոսային աճն էր, եթե համեմատենք նախորդ բոլոր տարիներին։ Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հայտարարում է բանակի արդիականացման եւ նոր զենքերի գնման մասին։ Հայաստանի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ն են դառնում, ինչը աննախադեպ էր եւ այդ առումով մենք առաջի անգամ Ադրբեջանից ավելի շատ ծախսեր կատարեցինք ուրեմն ՀՆԱ-ի տոկոսային բաղադրիչով, քան Ադրբեջանը։ Այսինքն առաջի անգամ մենք ավելի շատ սկսեցինք մեր ՀՆԱ-ից ծախսել ռազմական ոլորտի վրա, քան Ադրբեջանը։ Ուստի հարց է հնչում, երբ որևէ մեկը խոսում է այստեղ ճակերտներում դավաճանության մասին, ապա ինչպես է ստացվում, որ ամենաշատ ծախսերը ռազմական ամբողջ հետպատերազմյան իրավիճակում սկսել են ծախսվել հեղափոխությունից հետո։ Ինչպես է դա ստացվում։ Շարունակում ենք։ Հայաստանը այդ ժամանակահատվածում նաև սկսում է ակտիվորեն զարգացնել տարբեր համակարգները, բայց հնարավորություն 2 տարվա ընթացքում գնել այն, ինչ Ադրբեջանը տասնամյակների առնվազն 20 կամ նույնիսկ 25 տարվա ընթացքում Ադրբեջանը ինչ գնում էր եւ ինչ հավաքում էր, այդ թվում նավթի գումարները ծախսելու ուղղությունով, տանկերի, ԲՏՌ-ների, բայց բացի դրանից ԱԹՍ-ների, ՌԵՊ համակարգերի, հրետանու եւ այլ ուղղությունով հնարավոր չէր ֆիզիկապես։ Չկար դրա գումարները այդ ծավալի պետությունում եւ չկար նույնիսկ հնարավորություն այդքան զենք միանգամից գնելը եւ այդքան զենք միանգամից բանակ մտցնելը։ Ֆիզիկապես հնարավոր չէ այդ ժամանակում հասցնել դա։ Ուրեմն ժամանակը եւ ռեսուրսները մեր գլխավոր խնդիրն էին, բայց իհարկե նաեւ կարելի է խոսել նրա մասին, որ կառավարման ուղղությունով կա լուրջ խնդիրներ։ Հայաստանի Հանրությունում մնացել էր այն տպավորությունը, որ մենք տարածաշրջանի ամենահզոր մարտունակ բանակն ենք։ Այդ տպավորությունը մնացել էր դեռ 90-ականներից այդ հաղթանակից հետո։ Եվ մենք կորցրել ենք ինչպես հանրություն կապը, այդ ուղիղ կապը այդ իրականության հետ։ Եվ շատ կարևոր է նաև ասել նրա մասին, որ Փաշինյանն էլ էր կրկնում այդ ուրեմն տրամաբանությունը ամենամարտունակ բանակի մասին եւ սրանով փաստացի նաև թույլ էր տալի շատ մեծ սխալ։ Այո, որովհետեւ իրական իրավիճակը մեր բանակի եւ պատկերացումը մեր բանակի մասին լուրջ տարբերվում էր, բայց այդ ժամանակահատվածում համարվում էր, որ եթե դու կասկածի տակ դնես Հայաստանի զինված ուժերի հնարավորությունները, ապա դու հայրենասեր չես։ Այդպես էր համարվում եւ ես դա շատ լավ հիշում եմ։ Բացի դրանից պետք է ասել, որ խնդիրները բանակում մեծ առումով բոլոր ընտանիքները Հայաստանում գիտեին, որովհետեւ չկար ընտանիք, որ մեկը այդ ընտանիքից չծառայեր բանակում, բայց այդ ընտանիքներում նաև եւ հանրությունում կար մթնոլորտ չխոսել բանակի խնդիրների մասին։ Բացի դրանից պետք է ասել, որ կոռուպցիայի դեպքերը բանակի հետ կապված, այդ թվում խոսքին դրա վառ օրինակն էր Դավիթ Գալստյանը, այլ պատրոն Դավո կոչված անձնավորությունը, որտեղ որ որակի մասին կար լուրջ խնդիրներ, այլ ոչ թե զուտ քանակի մասին։ Ուրեմն պետք է ասել, որ առաջնորդների մեր պետության հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Սարգսյանի
ազգային հերոսի սպանությունից հետո կարելի ասել, որ Հայաստանը կորցրեց իր ռազմավարական ուղին։ Ռազմավարական ուղին պետք է լիներ հայկական պետության ինքնիշխանության, զինված ուժերի մարտունակության հնարավորությունների զարգացումը, իսկ փաստացի հայկական պետությունը դարձավ օտար պետության Ռուսաստանի այստեղ ծայրագավառ, որտեղ որ տնտեսությունը սկսեց փլուզվել, անկախ պետական համակարգը այդ թվում եւ Ռուսաստանի վրա կախվածությունը ռազմական առումով աննախադեպ աճեց։ Եվ պետք է այստեղ հստակ արձանագրել, որ մենք փաստացի Փաշինյանը ստացավ, դրամ էլ հեղափոխությունով եկավ իշխանություն, հարգելի այնակիցներ, ինքը չի եղել Սերժ Սարգսյանի իրավահաջորդ փող վարչապետ Սերժ Սարգսյանի, որը վարչապետ դառավ։ Ինքը եւ հայ ժողովուրդը միասին բոլորս հեղափոխություն կազմակերպեցինք, որովհետեւ անհնար էր շարունակել այդպես ապրել։ Եվ Փաշինյանը ստացավ 20 տարվա խնդիրները, 20 տարվա խնդիրները, որը ինքը 2 տարում լուծել չկարողացավ եւ դա փաստացի անհնար էր լուծել 2 տարվա ընթացքում։ 2020 թվականին ինչպիսին էր իրավիճակը։ Սա նաև պետք է քննարկել եւ ուրեմն պարզ դարձնել, որ 2020 թվականին Ադրբեջանը աճեցրեց իր ռազմական բյուջեն 2.2 միլիարդից մինչև 2.6 միլիարդ 2021 եւ 2022 թվականներին։ Այսինքն փաստացի Ադրբեջանը պատերազմից հետո նաև կարողացավ եւս ավելացնել ծախսերը եւ սրանով գնել այն զենքերը, վերականգնել այն քանակը, որը ինքը կորցրեց նաև պատերազմի ժամանակ։ Հայաստանը հասկանալով նաև իրավիճակը 2021 թվականին ռազմական բյուջեն մոտավորապես 600 միլիոն դոլար Հայաստանի կազմեց, շատ բարդ տնտեսական իրավիճակով, իսկ 2022 թվականին 750 միլիոն դոլար։ Եվ մեր ՀՆԱ-ի ծախսը նաև 5% էր մոտավորապես, ինչը աշխարհում ամենաբարձր մակարդակներից մեկն է, այսինքն մենք միլիտարիզացման աստիճանով աշխարհում զբաղեցնում էինք երկրորդ տեղը 2020 թվականին, մոտավորապես Իսրայելից հետո։ Ադրբեջանը 16-րդ տեղը, բայց 21 թվականին արդեն դա եւս աճեց եւ 3-րդ, 5-րդ տեղերն էինք զբաղեցնում, որովհետեւ շատ մեծ ծախսեր ունեինք ռազմական առումով։ Բայց հարգելի այրնակիցներ, 2023 թվականից, երբ արդեն պարզ է դառնում նաև Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղղությունը փոխելը, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելը եւ մեր ուժերի վրա հույս դնելը, Հայաստանի ռազմական բյուջեն աճում է պատմական 1 միլիարդ 330 միլիոն դոլարի, ինչը կազմում է մեր ՀՆԱ-ի 5.5%-ը։ Ադրբեջանի ռազմական բյուջեն նաև կտրուկ աճում է եւ կազմում է 3 միլիարդ 600 միլիոն դոլար, բայց ՀՆԱ-ի 4.6%-ը։ Չնայած նրա, որ Ադրբեջանի բյուջեն 2023 թվականին 2.7 անգամ ավելի մեծ էր, քան Հայաստանի բյուջեն, փոփոխությունը հսկայական էր եւ Հայաստանը լուրջ ձևով մոտեցավ այդ տվյալներին։ 2024 թվականի ուղղությամբ մենք փաստացի տեսնում ենք, որ Հայաստանը հասավ 1.4 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանը 3.7 միլիարդ դոլարի, իսկ 2025 թվականին աճը նաև կտրուկ էր Հայաստանի դեպքում 1.7 միլիարդ դոլարը, բայց Ադրբեջանը նաև լուրջ ձևով աճեցրեց իր ռազմական բյուջեն, հասցնելով մինչև 5 միլիարդ դոլար։ Այսինքն, հարգելի այրնակիցներ, չնայած նրա, որ Հայաստանը շարունակում է աճեցնել ռազմական բյուջեն, Ադրբեջանը նաև շարունակում է ել ավելի աճեցնել ռազմական բյուջեն եւ իհարկե, եթե համեմատենք մեր այսօր ռազմական բյուջեն 1.7 միլիարդը, մենք կտեսնենք իհարկե կտրուկ տարբերություն 2018 եւ 2020 թվականների հետ։ Հայաստանը կարողացավ իր տնտեսության զարգացման զուգահեռ, պետական համակարգի ուրեմն հիմնման եւ զարգացման զուգահեռ կարողացավ կտրուկ նաև աճ ապահովել իր ուղղությունով,
ուրեմն իր ռազմական հնարավորությունների ուղղությունով։ Զուգահեռ դրա մենք նաև միջազգային ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տվյալները պետքա ձեզ տեղյակ պահեմ, որ եւ դա հաստատված չի, որովհետև կարա գաղտնիք լինի եւ գաղտնիք է կարելի ասել այդ տեղեկատվությունները, բայց Ադրբեջանի զինված ուժերը մոտավորապես 67,000 մարդ է կազմում ըստ այս տվյալների, իսկ Հայաստանինը մոտավորապես 45,000 մարդ, եւ հաշվի առնելով, որ մեր բնակչությունը 3 անգամից ավել պակաս է, նկատի ունեմ 3 միլիոն է, իսկ Ադրբեջանինը մոտավորապես 10 միլիոն, ապա սա իհարկե լուրջ նաև ներկայություն է նշանակում Հայաստանի բնակչության մասի այս ուղղությամբ մասնակցելու։ Որակը շատ մեծ կարևորություն ունի, հարգելի հայրենակիցներ, եթե հայկական կողմը մեծ մասամբ նախկին իշխանությունների ժամանակ գնում էր եւ ստանում էր Ռուսաստանից զեղչերով եւ այլն շատ ցածր որակի զենք, ապա պետք է ասել, որ Ադրբեջանը հակառակը գնում էր ամենաթարմ ռուսական զենքը, որը կազմում էր մոտավորապես 80-85% Ադրբեջանի հնարավորությունների, բայց զուգահեռ դրա Ադրբեջանը գնում էր T-90 տանկեր, որը մենք չունեինք, T-72 նաև, բայց արդիականացված արդեն, որը մենք չունեինք, ամենանոր ուրեմն հրետանին եւ այլ համակարգները, բայց Ադրբեջանը նաև հույս էր դրել կոնկրետ ԱԹՍ-ների ոլորտի վրա, որի մասին մենք շատ լավ գիտենք, Բայրակտար TB2-ը, իսրայելական LoRa համակարգները եւ այլն, եւ Ադրբեջանը փաստացի կարողանում էր շատ լուրջ զարգացնել իր ռազմական հնարավորությունը։ Մինչ այդ ժամանակահատվածում Հայաստանը հիշում եք, որ Իսրայելի հետ հրաժարվել էր ռազմական ոլորտում համագործակցել, երբ առաջարկ էր եղել, զուգահեռ դրա նաև հայկական կողմը համարում էր, որ ԱԹՍ-ները հետաքրքիր չեն առհասարակ, եւ դրա մասին Դավիթ Տոնոյանի հայտարարությունը դուք համոզված եմ բոլորը շատ լավ հիշում եք։ Բացի դրանից Ադրբեջանը կարողացել է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, նկատի ունեմ եւ նաեւ իր ռազմական գնումները եւ գնել տարբեր մի քանի պետությունից՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել, Սերբիա եւ այլն, իսկ Հայաստանը մնացած էր ամբողջությամբ կախված էր, մնում էր կախված հենց միակ մեկ մատակարարչից Ռուսաստանից։ Եվ Հայաստանը ճիշտ է ստացել էր ինչ-ինչ համակարգներ, նույնիսկ Սմերջ, Իսկանդեր եւ Su-30 SM համակարգները, բայց հայտնվեց այնպես, որ Իսկանդերները չեն պայթում կամ պայթում էին 10%-ով, ինչպես Գերագույն գլխավոր հրամանատարը ասաց, եւ դա հարցը նրանում է, որ ձեր դուրը կարող է ինքը գալ եւ չգալ, բայց սա ցուցմունք է, հարգելի հայրենակիցներ, իրավական ցուցմունք եւ ամենաբարձր պաշտոնյայի կողմից, այսինքն սա քաղաքական հարցեր չեն, սա ռազմաքաղաքական ցուցմունք է եւ դա նշանակում է, որ Իսկանդերը կամ վատն է եղել եւ չի պայթել, կամ անջատվել է եւ չի պայթել։ Երկրորդ հարցը Su-30 SM-ներին է վերաբերվում, պետք է կարողանային իհարկե ապահովել Su-30 SM-ները մեր նաեւ հնարավորությունները օդում, բայց հայտնվեց, որ մենք դրա հրթիռները Ռուսաստանից չենք ստացել։ Եվ թե ինչու չենք ստացել, դա նաև ձեր համար կարծում եմ պարզ պետք է լինի։ Բացի դրանից հայկական զինված ուժերը ունեին T-72, բայց հին, ուրեմն ոչ արդիականացված տարբերակներ, BMP-1-2 հին նաև տարբերակներ, մեր հրետանին նաև շատ չզարգացած տարբերակներն էին եւ մեր հակաօդային պաշտպանության համակարգները նաև ոչ զարգացած տարբերակներն էին։ Այսինքն այսպիսով, երբ մենք համեմատում ենք կոնկրետ թվերը եւ որակը, կարելի է ասել, որ Հայաստանի պարտությունը, հայկական կողմի պարտությունը 2020 թվականի պատերազմում դարել է իրականում երկար ժամկետով դիսբալանսային ոչ կայուն իրավիճակը ռազմական ծախսերում եւ ռազմական հնարավորություններում, այսինքն սա երկարատև ուրեմն անհավասարակշռվածության հետևանք է ռազմական ռեսուրսների եւ հնարավորությունների Ադրբեջանը 2000-ական թվականներից փաստացի 99 թվականից հետո սպանությունից հետո Վազգեն Սարգսյանի սկսում է մեծ աննախադեպ ներդրումներ նավթի գումարների իր բանակի մեջ եւ ոչ պրոպորցիոնալ
աճ է արձանագրում իր բանակի հնարավորությունների մեջ եւ կարելի ասել, որ Հայաստանը այն ժամանակահատվածում պատշաճ չզարգացնելով իր տնտեսությունը, չդիվերսիֆիկացնելով իր արտաքին կապերը, գալիս է այսպիսի ծանր իրավիճակին։ Կոնկրետ հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք ռազմական ծախսերի աճ, մենք տեսնում ենք նոր արդիականացված զենքի գնելու փորձեր եւ այսինքն ասել, որ հեղափոխությունը որևէ ձև խանգարեց մարտունակ բանակին, դա ուղղակի անհեթեթություն է։ Այն մեկնաբանությունները, որը ես կարդացի, որ իբրև մենք ունենք կոնսերվաներով այդպիսի սահման, բայց հզոր էինք եւ Նիկոլ Փաշինյանի մեղքով մենք պարտվեցինք, դա ուղղակի հիմարություն է, հասկանում եք, որովհետև ասել դա նշանակում է, որ դուք պետք է կարողանաք ապացուցել, որ միջև 18 թվականը մենք կարողացել ենք բանակը հզոր պահել, իսկ դրա ապացույցներ չկան դրա ապացույցներ։ Ոչ հանրությունից, ոչ տվյալներով, ոչ ամեն ինչից, ոչ իրավիճակից բանակում, ոչ էլ զենքի քանակից եւ հնարավորություններից եւ ձևաչափերից։ Բայց պետք է նաեւ ապացույցեր կան, որ 2018 թվականից հետո մինչեւ 20 թվականը Նիկոլ Փաշինյանը արդեն շատ վատ վիճակում գտնվող բանակը քանդել է։ Դա պետք է կարողանաք ապացուցնել, դա այդպես չի։ Ոչ թե քանդել է, մենք տեսնում ենք կտրուկ աճ եւ կոնկրետ ուրեմն ներդրումներ այդ ուղղությունով եւ հակառակը հայկական բյուջեն ռազմական նաեւ սկսում է լուրջ աճել։ Հարցը նրանում է, որ անհնար էր, ով էլ լիներ վարչապետը, անհնար էր փաստացի 2 տարում հասնել նրան, ինչուն Ադրբեջանը հասավ 25 տարում։ Անհնար էր։ Մենք չունեինք այդ գումարները նույնիսկ, որ ասես գումար կար եւ Փաշինյանը որոշում չի կայացրել, խնդիր չկա։ Այդ գումարները չկար։ Ֆիզիկապես այդպիսի ծավալի հնարավորություններ չկար։ Մատակարարող չկար այդ ծավալի նաև։ Հիշեցնեմ, որ Հայաստանը գտնվում էր պատերազմի իրավիճակում եւ Հայաստանը համարվում էր, որ եւ իրականում գտնվում էր ուրեմն հակամարտության մեջ Ադրբեջանի հետ։ Եվ այդ հակամարտությունը ըստ շատերի ուներ տարածքային պահանջի տրամաբանություն Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Այսինքն վարչապետը հիմա ճիշտ է ասում, որ շատ պետություններ Հայաստանին զենք չեր վաճառի։ Առաջինը Ռուսաստանի Դաշնակցին զենք չեն վաճառի արևմուտքից։ Երկրորդը այդ վաճառել զենքը նշանակում է օգնել Հայաստանին Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքների ուղղությամբ այս հակամարտությունը խորացնել։ Կարա այդ զենքը հայտնվել Ղարաբաղում, այո, այնինչ վարչապետը ասում է։ Միակ մատակարարիչը, ով դա կարող էր անել, դա Ռուսաստանն էր իրականում։ Եվ Ռուսաստանը դա կարար անել զուգահեռ նրա, որ Ադրբեջանին Ռուսաստանն էր զինում ամենաշատ, հետո Թուրքիան եւ Իսրայելը։ 80-85%-ով Ռուսաստանը։ Ռուսաստանը դա չարեց, այսինքն Ռուսաստանը մեզ չի տվել եւ չի վաճառել ամենաթարմ զենքերը, ամենահզոր հնարավորությունները։ Չի իհարկե ոչ միայն չի վաճառել, այլ չի նաև փոխանցել, ինչու մասին շատ անգամ խոսել են։ Այսինքն Ռուսաստանը մեզ մետալալոմ է կարելի ասել, փոխանցել իր ժամանակ, այնինչ արդեն նույնիսկ Ռուսաստանն էլ պետք չէ, եւ նույնիսկ չի փոխանցել, վաճառել է, այո։ Եվ Ռուսաստանը փաստացի սրանով ապահովեց այն ուրեմն անկայունությունը, անհավասարակշռվածությունը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական առումով ձևավորվեց։ Բացի դրանից ադրբեջանական կողմը ուներ հետախուզության ուղղությունով հնարավորություններ, որը մենք չունեինք, եւ Հայաստանը չուներ արտաքին հետախուզության ծառայություն, որը վերջերս է ձևավորվել 2 տարի է։ Բացի դրանից կարելի ասել, որ իհարկե Ադրբեջանը ուղղված էր, պատրաստվում էր հենց հարվածային տրամաբանությունով, Հայաստանը ուրեմն ցույց տալով նաև այսպիսի հայ ժողովուրդը իրոք ցույց տվեց եւ հայկական զինված ուժերը աննախադեպ կարելի ասա շատ ուղիղ ասել քաջություն եւ նվիրվածություն, այո, բայց դրա շնորհիվ մենք հույս ունեինք քաջության եւ նվիրվածության վրա, նրա փոխարեն որ հույս ունենայինք մեր բարձր տեխնոլոգիաների եւ մարտական հնարավորությունների վրա, այսինքն պատերազմը առաջի եւ երկրորդ տարբերվում էին քաջությունը եւ նվիրվածությունը դերը հնարավորությունը ազդելու արդյունքի վրա շատ ավելի ցածր էր, հարգելի հայրենակիցներ։ Ուստի մենք չկարողացանք դրա շնորհիվ ռեսուրսների բացակայությունը, ցածր մակարդակը եւ թարմ նոր բարձր տեխնոլոգիական զենքերի դեմ դուրս գալը եւ ռազմական բյուջեները դրա մասին հստակ խոսում են, այսինքն այս պատերազմը ուներ կոնկրետ կապ
գումարի հետ, տեխնոլոգիայի եւ գումարի, այսինքն ֆինանսական հնարավորությունների տնտեսության հետ, այսինքն տնտեսությունը եւ զենքի արդիականացումը ուներ ամենակարևոր բաղադրիչը այստեղ։ Հիմա այսօր մենք նայենք հարգելի այրնակիցներ մեր պետությանը։ Հայաստանի Հանրապետությունը այսօր այս ժամանակահատվածում հատկապես հեղափոխությունից հետո կտրուկ աճ է արձանագրում տնտեսության առումով, այսինքն մենք հենց հիմք ենք դնում տնտեսությունը զարգացնել եւ հիմք ենք դնում արդիականացնել զենքերը եւ աճեցնել մեր ռազմական բյուջեն, մեր ընդհանուր բյուջեի աճեցնելու շնորհիվ եւ մենք գնում ենք հնդկական զենք, ֆրանսիական զենք, արտադրում ենք տեղում զենք, այսինքն դիվերսիֆիկացրել ենք մեր նաեւ մատակարարումները, Միացյալ Նահանգներից հնարավորություն ունենք եւ կունենանք զենք գնելու, այսինքն մենք կարողացել ենք հասնել նրան, ինչ սխալներ ունեինք։ Հիմա հարգելի այրնակիցներ, եւս մեկ հարցը վերաբերվում է նրան, որ հայերը գնում էին Հայաստանից։ Հիմա մենք ունենք դրական սալդո իրավիճակ եւ դա նշանակում է, որ ներդրումներ Հայաստան, կոռուպցիայի իրավիճակը, թալանի, պետության համակարգիչ գոյություն չունեցող զինվորը ինչ իրավիճակում է գտնվում, ինչ աշխատավարձ ունի զինվորը, ինչքանով մարդիկ ցանկանում են ծառայել բանակում եւ այլն, ինչքանով մենք զենք ունենք, թարմ զենքեր եւ այլն, այդ ամեն ինչը շատ կարեւոր է եւ մենք այս վերջի տարիների ընթացքում տեսնում ենք լուրջ առաջընթաց այդ բոլոր ոլորտներում, այսինքն պետականաշինության, բանակաշինության, զինված ուժերում օտար գործակալներից ազատվելու, որովհետև ես հիշում եմ այս ամենից հետո, որ Գենշտաբի պետը Օնիկ Գասպարյանը, Նիկոլ Փաշինյանն ասում էր լքի պաշտոնը։ Այդ ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր ստացվում նրանում, երբ Նիկոլ Փաշինյանը հակառակը հեղափոխությունից հետո փորձել է ինչքան կարելի ավելի շատ աջակցել բանակին։ Իսկ Օնիկ Գասպարյանը բանակի համակարգի մեջ էր միշտ, այսինքն նկատի ունեմ միջև Փաշինյանի եւ մեր ազգի հեղափոխությունը, որովհետեւ այդտեղ կար քաղաքական օրակարգ, Օնիկ Գասպարյանը, Պաշտպանության նախարարության ուղղությունով եւ Դավիթ Տոնոյանը, Ռուսաստանի ներկայացուցիչները, զուգահեռ դրա Արթուր Վանեցյանը, Ռուսաստանի ներկայացուցիչը, զուգահեռ դրա Կտրիչ Ներսիսյանը, Ռուսաստանի ներկայացուցիչը, բոլորը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 2020 թվականից հետո։ Ինչու? Որովհետև համ ռուսները հասան իրենց նպատակին, Լավրովի պլանը իրականություն դարձրեցին եւ իրանց ճակերտներում խաղաղապահ զորքեր մցրեցին Ղարաբաղ սրանով, ըստ իրենց Ադրբեջանը եւ Հայաստանը կախված դարձրեցին իրենցից։ Բացի դրանից ամեն ինչ արեցին նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հանեին։ Եվ միայն հայ ազգի իմաստության պատճառով մենք կարողացանք թույլ չտալ այն, որ այս ամեն ինչում մեղադրվեր Նիկոլ Փաշինյանը եւ նորից նոր ռուսական գործակալները այն հին, բայց նորից հետ գային իշխանություն 20 թվականին Փաշինյանին հայտարարեին մեղավոր, ասեին տեսնում եք հեղափոխությունը ինչին է բերում։ Իբրև հեղափոխությունն է մեղավոր մեր պարտության մեջ, երբ հակառակն է արձանագրվում։ Այո, ուղիղ հակառակը, որ հեղափոխությունը որ շուտ լիներ, հնարավոր է մենք ավելի շատ հասցնեինք պատրաստվել այս պատերազմին, որը բոլորը կարծես գիտեին, որ լինելու է։ Ամեն դեպքում փաստացի կարելի ասել, որ մեր պարտությունը ուրեմն ինչի պատճառով տեղի ունեցավ եւ ինչի պատճառները այստեղ մեծ են եւ ինչ կապ ունի սրա հետ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխությունը, արդյոք դրական թե բացասական, ես համարում եմ, որ այս մեր վերլուծությունով այս հարցերին պատասխան տրվեց փաստերով։ Եվ սա շատ կարևոր էր իմ պատկերացումով անել, ուստի հուսով եմ, որ մեր հանրությունը սա կտեսնի եւ կոչ եմ անում ձեզ իհարկե սրանով կիսվել, լայքել, գրել ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվել եւ դնել զանգակը, բայց կիսվելով նաեւ այս վերլուծությունը դուք կարողանաք նաև հասցնել այս ճիշտ տեղեկատվությունը մեր հանրությանը, որովհետև այսօր խաբել հանրությանը տարբեր ուժեր փորձում են, այդ թվում օգտագործել այս թեման։ Շնորհակալ եմ, հարգելի հայրենակիցներ, ձեր ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։